Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, արգելի գործընկերներ։ Այս նախագծի ընդունումը նպատակաուղղված է Տավուշի մարզի Իջևան համայնքի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ տնկիներով տնամերձ այգիների ստեղծմանը, ոռոգման ջրի խնայողաբար եւ արդյունավետ օգտագործմանը, որը կնպաստի ֆերմերների եկամուտների աճին, ինչպես նաև Իջևան համայնքում կձևավորվեն այգեգործական կլաստերներ։ Պարոն վարչապետ, նշեմ, որ նախորդ ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բերքաբեր եւ Խաշտարակ բնակավայրերում իրականացվել է նմանօրինակ ծրագիր, որի շրջանակում կնքվել էր 87 պայմանագիր 5.84 հեկտար տարածքում այգեհիմնում իրականացնելու համար։ Նոր հիմնված տնամերձ այգիները մեծ հետաքրքրություն են առաջացրել տնտեսվարողների մոտ եւ այդ իսկ պատճառով Իջևան համայնքը եւ մարզպետի աշխատակազմը նպատակահարմար են գտել շարունակել ծրագիրը նաեւ նույն համայնքներում, ընդգրկելով նույն բնակավայրերը, ընդգրկելով նաեւ Կիրանց եւ Ծաղկավան բնակավայրերը։ Եվ այսպես այս ծրագրով առաջարկվող բնակավայրերի շահառու բնակավայրերն են Բերքաբեր, Կիրանց, Ծաղկավան եւ Խաշտարակ բնակավայրերը։ Տավուշի մարզպետի աշխատակազմի ստացված նախնական տեղեկատվության համաձայն Իջևան համայնքի 4 բնակավայրերում տնամերձ հողամասերում այգեհիմնում իրականացնել ցանկացողների ընդհանուր թիվը այս նոր ծրագրից օգտվողներից 305 է, ընդգրկելով 18.2 հեկտար տնամերձ տարածք։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան առնվազն 100 քառակուսի մետր եւ ավել 1 ամբողջական ծառերից եւ այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։ Շահառուները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ղեկավարին եւ կնքեն պայմանագիր։ Շահառուների հետ պայմանագրերը կնքելուց հետո արդեն համայնքը կազմակերպում է շահառուների տնամերձ հողամասերում հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եւ տնամերձ հողամասերում կատարվելիք աշխատանքների ծախսերի գնահատման համար գնման գործընթացը եւ գնահատման արդյունքները ունենալուց հետո արդեն համայնքը հայտարարում է կապալառուի ընտրության մրցույթ տնամերձ հողամասերում այգեհիմնում ու ոռոգման արդիական համակարգերի ներդրում իրականացնելու համար։ Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետեւյալ համամասնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն 95% եւ համայնք մենք հնարավորություն ենք տվել նաեւ շահառու, բայց համայնքն է ստանձնում այս պարտավորությունը 5%։ Հատկանշական է, որ եթե առաջարկվող ծրագրում եւ այս առաջարկվող ծրագրում եւ թե նախորդ ծրագրում սահմանված է պահանջ, որ կապալառու կազմակերպությունը պարտավոր է այգեհիմնումն իրականացնելուց հետո 2 տարի շարունակ բոլոր ծրագրի շահառուներին տրամադրի անվճար խորհրդատվություն եւ կրթություն։ Ինչպես նշեցի, մեր նպատակն է նաեւ այգեգործական կլաստերներ ձևավորելը եւ այս առիթով նշեմ, որ մեր միջազգային համագործակցության արդյունքում համաշխարհային պարանի ծրագրի եւ համայնքի ֆերմերների ներգրավմամբ Աչաջուր բնակավայրում ինքը ճանապարհին մոտ հատվածում է գտնվում, ստեղծում է լոգիստիկ կենտրոն հագեցած սառնարանային եւ որոշ վերամշակման կարողություններով։ Եվ նպատակն է ձևավորված ֆերմերային տնամերձ հողատարածքների եւ հարակից բնակավայրերի հետ կենտրոնացված համագործակցությունը։ Ըստ նախնական գնահատականների այն շահագործման կհանձնվի այս տարվա սեպտեմբեր ամսին։ Պարոն վարչապետ, վերջում ուզում եմ ուղղակի նաեւ մի դիտարկում անել, որ այս ծրագիրը բավական հետաքրքիր սիներգիա է ստացել կառավարության կողմից առաջարկվող մեկ այլ ծրագրից, որը որ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը 22-24 թվականներին, քանի որ ընտրված համայնքներից 3-ը Ծաղկավանը, Բերքաբերը եւ Կիրանցը գտնվում են հենց այդ բնակավայրերի ցանկում եւ նիստին մասնակցելուց առաջ իմ աշխատանքային ֆայլերում մի նկար ուղղակի աշխատանքային նկար ուզեցի ձեզ ներկայացնեմ, որ այս նկարը այս տունը նոր է կառուցվել եւ սա արդեն Բերքաբերում նոր տնամերձ տարածքն է։ Հետևաբար ծրագիրը վերաբերում է ոչ միայն արդեն արկա տնամերձ տարածքները ազատելուն եւ նորը տնկելուն, այլ հնարավորություն է տալիս այդ նոր կառուցվող բնակարանները նույնպես ունենան իրենց տնամերձ տարածքներ եւ շահառու դառնան ծրագրին։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։